Նիկոլ Փաշինյանի այս ծավալուն հոդվածը, որը վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, մասնավորապես Սյունիքի այդ ճանապարհին, սա արդեն որերորդ անգամ Փաշինյանը այս մասին խոսում, այսինքն առաջարկ արդեն որերորդ անգամ Ադրբեջանի ներկայացումը եւ իրենք մերժում են այդ առաջարկը, ընթացք չի ստանում։ Հիմա ինչ է լինելու այս իրավիճակում։ Պիտի ասեմ, որ որպես այդպիսին պաշտոնական առաջարկ մեկ անգամ է արվել որպես փաստաթուղթ եւ առաջարկի վերաբերյալ առայժմ պաշտոնական արձագանք չկա, դա մեկ։ Երկրորդը սա, այո, վարչապետը վերահաստատում է մեր դիրքորոշումը տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ խաղաղության խաչմերուկ նախագծի թե ավելի լայն կուզենք դա դիտարկել։ Սա ամենը մեր դիրքորոշման հաստատումն է եւ կրկնումն է, որ մենք ապագա կարող ունենալ այդ նախագիծը, եթե հենց Ադրբեջանը եւ Թուրքիան դեմ են եւ որևէ երկիր այս հարցում չի աջակցում Հայաստանին կամ Ես կարծում եմ Ադրբեջանից բացի բոլոր երկրները մեր գործընկեր բոլոր երկրները դրական ազդակներ են տվել այս նախագծի վերաբերյալ, այս բանի վերաբերյալ եւ միակ խոչընդոտը Ադրբեջանիում բացակայող կամքն է, հա։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա իրականություն դառնա, այսինքն մենք չենք կարող ասել լավ դե չի ստացվում, վերջ ուրեմն փակ կմնան սահմաններ եւ ճանապարհներ։ Ստացիան խնդիրը այդ բարձրացված ընթացակարգի մեջ է, որ Ադրբեջանը պնդում է, որ ինքը պետք է այդ բեռները տեղափոխի առանց որևէ ստուգման։ Ես քանի Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը չկա այս հարցի վերաբերյալ, ես չգիտեմ խնդիրը ինչն է, բայց առաջարկը ես պիտի ասեմ, որ այդ առաջարկը շատ լավ, պրակտիկ եւ իրագործելի առաջարկ է, որը օգուտներ կբերի տնտեսական թե Հայաստանին եւ թե Ադրբեջանին։ Բայց այդպես էլ անհասկանալի եղավ, թե պարզեցված ընթացակարգը ինչի չի ընդհանրում։ Դե դա ավելի մասնագիտական, հա, գիտելիքի եւ տեխնիկական բնութագրերի հարց է։ Ես չեմ կարող շատ մանրամասնել դետալների մեջ, որովհետեւ այդ առաջարկները հրապարակային չեն արվել եւ նաեւ դրա մասնագիտական ուրեմն գիտելիքները չունեն, բայց աշխարհում շատ տարբեր երկրներ իրար միջև բեռնափոխադրումներ իրականացնում են օգտագործելով էլեկտրոնային եղանակներ եւ այլն եւ այլն։ Ոստի այստեղ խոսքը տեխնիկական բանի մասին է, էլի, այստեղ քաղաքական բանի համատում Իրանի հետ այդ Հա, Իրանի հետ էլ։ Հետո գիտեք, մեկ անընդհատ այդ անխոչնդոտ բառը, այսպես նաև մեր ընդդիմադիր գործընկերներն են շատ ասում։ Անխոչնդոտ նշանակում է առանց խոչընդոտների, այսինքն որևէ մեկը չի խանգարում, որպեսզի բեռնատարը կամ գնացքը մտնի Հայաստանի Հանրապետության տարածք, բնականաբար ստուգումներ, մաքսային, ֆիտոսանիտարական եւ մյուս տեսակի ստուգումներ, եւ դրանք նաեւ նախատեսված են միջազգային կոնվենցիաներով ու փաստաթղթերով, որովհետեւ կան արգելված ապրանքներ, որոնք չի կարելի մեկ տեղից մեկ այլ տեղափոխել, այսինքն այդ ամեն ինչը պետք է տեսանելի լինի Հայաստանի եւ Ադրբեջանի համար եւ դա է հենց նշանակում իրավազորություն եւ ինքնիշխանություն, երբ որ մենք անընդհատ դա շեշտում ենք։ Պարոն Խանդարյան, հայ-թուրքական սահմանի բացումը եւս տարբեր կերպ մեկնաբանվում, ում է դա պետք եւ որ ուժերին պետք չէ որ դա բացվի։ Որ ուժերը կարող են խոչընդոտել, այն նշեցիք, որ Ադրբեջանը դրան հստակ խոչընդոտում է։ Էլի կան ուժեր կամ, չգիտեմ, երկրներ, բեռներ, որոնք դրան խոչընդոտում են եւ որ ուժերին է պետք։ Ես չեմ կարող այդպես կանխատեսումներ, կանխագուշակումներ անել այս թեմայի վերաբերյալ, ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է եւ շատ օգտակար է մեզ համար եւ որևէ մեկը դեռ մեզ չի ասել, որ չէ, դա այսինքն որևէ ուժ առնվազն հրապարակային կամ պաշտոնական շփումների ընթացքում մեզ չի ասել, որ դե ձեզ պետք է այդ սահմանը բացվի, ոչ, այդպիսի միտք չի հնչել։ Նաեւ խոսակցություններ կան, որ Թուրքիան ասում է հայկական կողմին է դա պետք սահմանի բացել, Հայաստանը պետք է գնա որոշակի զիջումների, առհասարակ ինչ զիջումների մասին է խոսքը գնում ու Հայաստանը զիջելու էլի։ Ես կարծում եմ այդտեղ դա այն թեման է, որտեղ ընդհանրապես զիջումների մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ հայ-ադրբեջանական խաղաղության համատեքստում։ Չէ, դե մենք մեր հայ-ադրբեջանական համատեքստում խաղաղության պայմանները մեր կողմից նախանշված հայտնի են եւ նաեւ խաղաղության պայմանագիրն է գրեթե պատրաստ, այսինքն շատ քիչ բան է մնացել համաձայնեցնելու եւ այլն եւ այդտեղ մենք զիջելու որևէ բան չկա, պետք է ուղղակի քաղաքական կամք ունենան Ադրբեջանը, որպեսզի դա կյանքի կոչի։